Ողջույն, օկտեմբերի 28-ն է, չորեքշաբթի է, 1:20 պակաս, Արամ Խաչատրյան փողոցի վրա ենք, Էսա թեքվում ենք դեպի Դավիթ Հաշենի կամուրջը, շատ թեթև անձրև է, կարանք անտեսենք, այնքան թեթև է, երեք ոնց որ խոստացա ճիշտ ստացվեց, մի քիչ զարմանալի է, այս ճիշտ եղավ, գնում ենք Դավիթ Հաշեն, Աշից են բարձրահարկ շենքն է, հիշում եք, դրա 10-րդ հարկից էլ եմ նկարել, եղանակը գիտեք ոնց է, սենց ասեմ, պլաշով լավ է, հաճելի է շատ, այսինքն մի 13-14 երևի, Կամուրջը վերջացավ, ես նայեք ինչ-որ տուֆից բան է, Happy Land, երեխեքի համար է, ես մյուսը ռեստորան է, ես այդ ներքևի ցածրահարկ շինությունների մասին եմ խոսում, տուֆից, ստեղից թեքվեցինք ու մտանք Դավիթ Հաշենի գլխավոր փողոցը, Ստեղ համարյա ծանոթ չեմ, ոչնչի, դրա համար առանձնապես չեմ մեկնաբանի, ես շուկա անցանք, Աջից, ես փոքր շուկա էր, այստեղ սենց անցումներ են մեծ մասը, առանց սվետաֆորի, հետիոտներին պետք է զիջենք, Հիմա ստեղ Սիցի կա, Երևան Սիցի, հասնենք այդ Սիցիին, այդից պետք է թեքվենք ձախ։ Էս է այսօրվա Դավիթ Հաշենը, այս վարկյանին, 1-ին 3 րոպե է պակաս։ Զբոսնել ցավոք չեմ կարա, ոտքով, ժամանակ չկա, ես ասիցին անցանք, ուրեմն ստեղից թեքվում ենք ձախ, ես նայեք նորակառույցա, տակը VTB բանկա, ես է, ես ճանապարհը դեպի գերեզմանոց էլ է տանում Դավիթ Հաշենի Այգ ինչ լավ այգի է այստեղ աջ կողմը այստեղ միտեղ պետք է թեքվեմ ձախ մի րոպե հա այս է Ստեղից ձախ ենք թեքվում ու մտնենք մի քիչ էլ այս մասերը տենանք այս սովետական վաղտվա նորակառույց բարձրահարկներն են Այսենց սիրուն մանկապարտեզ է, Դավիթ Հաշենում, երեխեքը իհարկե շատ ուրախ են, մամաները եկել են,
Այսինքն բակ է։ Նայեք ինչ հաճելի տեղ է։ Էս էլ այդ սովետի վաղտվա բարձրահարկ շենքերն են։ Էսա կնստեմ մեքենայից կհասկանաք ես թաղամասը որտեղ է։ Ես գալիս են մանկապարտեզից երեխեքը։ Ես էլ մանկապարտեզ եմ, գնացինք։ Քանի կամերան չեմ տեղադրել, մի հատ ցույց տամ։ Ես այդ բակներ եմ, որ ցույց տվեցի սիրուն։ Հիմա մենք այսպես կգնանք, կամերան դնեմ։ Ես էլ այդ մանկապարտեզն էր այս կողմի վրա։ Դե դնեմ ու գնանք։ Շարժվեցինք։ Քանի որ Դավիթ Հաշեն էլ ես իմ երբ գամ, եկեք հետ գնալը նույն ճանապարհը մի հատ էլ նկարեմ։ 420 րոպե է։ Շատ լավ բակեր են, անկական հրապարակներով բոլորը, պաստորեն Դավիթ Հաշենն է լավը, Ավանն էր լավը, այ Ավանում, բայց սենց բակերով չեմ մանեկել, ես են բիլարդանոսն է երեկվա, ես էլ մոտենում ենք են Չարաբաստիկ Խաչմերուկին, որից հետո երեք չէի նկարել փաստորեն, իսկ կարծում էի թե նկարել եմ, այսինքն անջատեցի, հետո կանաչ լույսի վրա միացրեցի, գնացինք ու պարզվեց չեմ միացրել, այս սիծին ու գնացինք։ Աշնանային Դավիթ Հաշեն, ես էլ Դավիթ Հաշենցիները, այս տաքսին հենց ընենց է կանգնած, ես էլ գիտեմ հեծորդներին է ճանապարհ տալի։ Իսկ կարող եմ այդտեղ կանգնենք մի հատ ոտով զբոսնենք Դավիթ Հաշենով, տեսա կանգնելու տեղ էլ կա, եկեք ես կանգնեմ, հա, ասենց կանգնելու տեղ շատ հազվադեպ է լինում, այստեղ կանգնեցինք, նախ սկզբից պարզենք այս փողոցը ոնց է կոչվում, հետո մի հատ նայենք դիմացի մայթ, ստեղ խոստումնալից Էջմիածնի Միրգ բանջարեղեն, ստեղ նորտուն խանութն է, այս նորտունը շինանյութ բան է, տենում եք, ունիտազա նկարած, ես էլ արդեն դեպի, ուր, դեպի կամուրջ ասենք, Դավիթ
Իհարկե կամուրջը էլ է հեռու է։ Այստեղ էլ սենց մի հատ սովետական շենք է։ Այս Սաթենը նոր են սարքել։ Շորերի խանութ է ինչ-որ։ Են էլ լրիվ նույն տիպի, նույն պրոֆիլի խանութ է։ Հա, փողոցը բարձնք է։ Այ սկսեց թեթև անձրև կաթալ։ Հեռու չգնամ, ահա, Կոնվերս բանկ գտանք մի հատ։ Գնացի անձրևանոցս վերցրեցի դեղատուն, փողոցն էլ շատ լավ անուն ունի։ Տիգրան Պետրոսյան։ Տիգրան Պետրոսյանի անվան փողոցն է։ Դե այս ուղղությամբ գնանք, ծանոթանանք փողոցի հետ։